Մենք միացնում ենք Իվլնան խաղը, մեզ թվում է, թե սա ընդամենը ինչ-որ ընկերության երևակայության արդյունք է։ Չարամիոսնի, ով ձեռքին հսկայական մուրճ ունի, փակ դպրոց, տանջվող երեխաներ եւ անեծքներ։ Բայց իրականությունն ավելի սարսափելի է, քան ցանկացած ինչ-որ խաղ։ Այո, ձեզ հետ այսօր Պետրոս բացահայտումն է, եւ մենք այսօր միասին կբացահայտենք Իվլնան խաղի ողջ ճշմարտությունը եւ իրականությունը։ Դե ինչ մնացեք ինձ հետ, չմոռանաք բաժանորդագրվել։ Եկեք սկսենք։ Ամենն ունի իրական նախատիպ։ Խաղի հեղինակները պաշտոնապես խոստովանել են, որ ներշնչվել են մարդկության պատմության ամենամութ էջերից մեկով՝ Իռլանդիայի մագդաղենյան ապաստարաններով, որոնք հայտնի են նաև որպես մագդաղենյան լվացքատներ։ Այնտեղ սուրբ հագուստով կանայք տասնյակ տարիներ անդադար կտակների են ենթարկել հազարավոր անմեղ աղջիկների։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչ է թաքցնում Քույր Մադլենի իրական պատմությունը։ Որպեսզի հասկանանք խաղի խորությունը, պետք է տեղափոխվենք 18-րդ դար Իռլանդիա։ Կաթոլիկ եկեղեցին այնտեղ ստեղծեց հատուկ հաստատություններ, որոնք կոչվում էին Սուրբ Մարիամ Մագդաղենացու ապաստարաններ։ Սկզբում հայտարարում էր, որ դրանք բարեգործական վայր են անօթևան կամ դժվարության մեջ հայտնված կանանց օգնելու համար։ Բայց շուտով դրանք վերածվեցին իսկական համակենտրոնացման ճամբարների։ Ներկ վիդեոն ընդհատելու համար, բայց ես ձեզ շատ ներողություն եմ խնդրում, որ շատ ուշուշ եմ ելից սկսել վիդեոներ գցել, բայց քանի որ արդեն եկել է ամառային արձակուրդին, ինձ ոչինչ չի խանգարում, ես անպայման կսկսեմ արդեն ամեն կիրակի ամեն գնով վիդեոներ նկարել, ուղղակի ես դասերի հետ կապված ամեն ինչ շատ խառն էր, դրա համար էլի սկսեցի շատ ուշուշ գցել, բայց արդեն խոսք եմ տալիս, որ էլի կսկսեմ շատ շուշուտ գցել, քանի որ արդեն ամառային արձակուրդներ է, ձեզ ուրախ հանգիստ։ Դե ինչ, եկեք ավելի լավ շարունակենք մեր վիդեոն։ Այնտեղ ուղարկում էին երիտասարդ աղջիկներին ամենափոքր մեղքերի համար։ Եթե աղջիկը չափից դուրս գեղեցիկ էր, գրավում էր տղամարդկանց ուշադրությունը, ընտանիքը նրան ուղարկում էր հենց այնտեղ։ Եթե աղջիկը աղքատ էր կամ ծնողազորկ էր, նրան նույնպես ուղարկում էին այնտեղ, բայց լվացքատուն։ Այնտեղ հայտնվելուն պես նրանցից խլում էին ամեն ինչ՝ անունը, անձնական հագուստը եւ ազատությունը։ Նրանց տալիս էին նոր հասարակ անուններ, ստիպում էին աշխատել շաբաթական 7 օր, օրական 12-ից 15 ժամ, առանց որևէ վարձատրության։ Հավանում էին հյուրանոցների բանակի եւ հարուստների հագուստները, իսկ ողջ գումարը անցնում էր եկեղեցու գրպանը։ Իսկ այնպես ինչպես խաղում, որտեղ դպրոցի ներսում մենք տեսնում ենք հսկայական լվացքատան մաքրության պարագաները։ Խաղում Քույր Մադլենը ներկայացված է որպես ֆանատիկ եւ դաժան կին։ Կյանքում մագդաղենյան ապաստարանների միասնությունները ոչինչով չէին տարբերվում նրանից։ Չմնացած կանայք տարիներ անց պատմում էին, որ ամենափոքր հայացքի կամ խոսքի համար իրենց դաժանորեն ծեծում էին։ Աղջիկներին ստիպում էին ժամերով ծնկաչոք աղոթել սառը քարե հատակին։ Եթե ինչ-որ մեկը փորձում էր փախչել, նրան բռնում էին մազերը խուզում եւ փակում մութ նկուղներում առանց սննդի։ Հիմա ուշադրություն դարձրեք խաղի ամենահայտնի դետալին՝ Մադլենի հսկայական մուրճին։ Իհարկե իրական միասնուհիները մուրճերով չէին շրջում միջազգներում, բայց այդ մուրճը սիմվոլիկ է։ Այն խորհրդանշում է այն ծանր ֆիզիկական հարվածները, որոնք կոտրում էին երեխաների կամքը։ Խաղում Մադլենը փակ է երեխաներին եւ թույլ չի տալիս, որ նրանք դուրս գան։ Իրական աշխարհում այդ ապաստարանների պատերը պատված էին փշալարերով եւ ոչ մի աղջիկ իրավունք չուներ պատուհանից դուրս նայել։ Ամենասարսափելին տեղի ունեցավ 1993 թվականի Դուբլինում։ Եկեղեցին որոշեց վաճառել նախկին լվացքատների մեկի տարածքը։ Երբ շինարարները սկսեցին քանդակել հողը, նրանք հայտնաբերեցին մասսայական գերեզմանոց։ Այնտեղ թաղված էր շուրջ 155 կնոջ մարմին։ Նրանցից շատերի անունները նույնիսկ գրանցված չէին։ Նրանք մահացել էին ծանր աշխատանքներից, հիվանդություններից եւ հոգեկան տանջանքներից ու թաղվել գաղտնի, որպեսզի աշխարհը չիմանա իրականությունը։ Այս հարթնագործությունը ցնցեց ողջ աշխարհը։ Պարզվեց, որ վերջին մագդաղենյան լվացքատունը փակվել է ոչ թե Միջնադարում, այլ ընդամենը 1996 թվականին։ Խաղի հեղինակները հենց այս դեպքերից հետո որոշեցին ստեղծել մի վայր, որտեղ խաղացողը պետք է անցնի այն նույն տանջանքները, ինչն անցել են այն աղջիկները։ Երբ դուք փախչում եք Քույր Մադլենից, դուք փախչում եք այն նույն դաժան համակարգից, որը խլել էր հազարավոր կյանքեր։ Իվլնանը պարզապես խաղ չէ։ Սա հիշեցնում է այն մասին, որ երբեմն իրական աշխարհի հրեշներն ավելի վախենալու են, քան համակարգչային հերոսները։ Հաջորդ անգամ այս խաղը խաղալիս կամ դիտելիս դուք այլևս չեք նայի Քույր Մադլենի նախկին թեթևությամբ։ Եթե դուք ուզում եք, որ ես իմ հաջորդ վիդեոն պատմեմ այսքրիմ խաղի հետևում թաքնված իրական պատմությունը, ապա լայքեք եւ բաժանորդագրվեք, որպեսզի մնացած բոլոր լավ վիդեոները բաց չթողնեք։ Դե ինչ այսօր այսքանն էր, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ։ Կհանդիպենք մյուս կիրակի։